Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Արև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այսպես զրուցում եմ քաղաքական գործիչ Արա Վարդանյանի հետ, շնորհակալ եմ պարոն Վարդանյան, ընդունելու համար։ Շաբաթը մոտեցավ ավարտին, բավական թեժ քաղաքական, քարոզչական շաբաթ էր եւ իշխանությունները շարունակում են այդ իրենց ոճը, կնստացնենք, բան կանենք եւ ամենացավալին այն է, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շահարկել մարտի 1-ի թեման, այնինչ մարտի 1-ի թեմայով, եթե մեկը պիտի բանտում հայտնվածներ կամ բանտում լիներ միջևը, դա Նիկոլ Փաշինյանն է։ Աշխատող թեզ է այս, որ անդադ շահարկում են այդ մարտի 1-ի թեման։ Թե արդեն չարչրկված էլ բան չի մնացել տակը։ Նախ եւ առաջ իհարկե բան չի մնացել, բայց ցավով պետք է արձանագրենք, որ ես երբեք չեմ կարծել, որ Նիկոլը ինչ-որ բան ինքնագլուխ է անում։ Ակնհայտ է, որ իր բոլոր քայլերի տակը կացարագիր եւ որոշ քայլեր, որոնք մեր վրա թողնում են ծիծաղելի տպավորություն, անհասկանալի տպավորություն, դրանք են եւս հաշվարկացում, նշանակում է, որ թիմը, որ իր մեջքի հետևում աշխատում է, որը մեծ հավանականությամբ նաև Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ աշխատում, այդ թիմը երևի ուսումնասիրությունը իրենց պարզել է, որ Նիկոլին ընտրող մարդկանց մեջ այդ թեման դեռևս զգայուն է եւ այդ թեմային պետք է այդ թեմային անդրադառնալ։ Սա ցավով եմ ասում, որովհետեւ ես չեմ ուզում, որ մեր հասարակությունը այդպեսին է լինի։ Ես ցավում եմ, որ Նիկոլը ունի դեռևս ինչ որ ձայներ այս հասարակության մեջ։ Սա իրոք խոսում է նրա մասին, որ մենք խորքային լրջագույն խնդիրներ ունեցող հասարակություն ենք, որտեղ խոսքը չի գնում 1-2%-ի մասին։ Խոսքը գնում է 10-ից ավել տոկոսի մասին, ինչը ըստիս ահավոր վտանգավոր է Հայաստանի պես փոքր երկրի համար։ Բայց վերադառնալով քո հարցին, իհարկե մարտի 1-ի պատասխանատուն բոլորիս հայտնի է, թիվ 1 պատասխանատուն Լևոն Տեր-Պետրոսյանն է, երկրորդը Նիկոլ Փաշինյանն է։ Եվ մենք նաև շատ լավ գիտենք, որ YouTube-ում ցայսօր պահպանված են տարբեր ձայնագրություններ, որոնցում Նիկոլի սիրտը փառավորվում է, երբ որ փառավորվում է, լֆիկի բաներն էին ուտում, սուպերմարկետ թալանողները։ Իմ համար մարտի 1-ը շատ པարզ էր, ընդ որում ես բազմիցս ասել եմ, որ մարտի 1-ը հոկտեմբերի 27-ը 18 թվականի այսպես կոչված Թավշյա հեղափոխությունը, այդ բոլորը մի օղակի բաներ են, իրադարձություններ են եւ այդ օղակի գլխավոր նպատակը միշտ եղել է նույնը, երկու նպատակ Արցախը անջատել Հայաստանից եւ Ռուսաստանը անջատել տարածաշրջանից, այսինքն այդ նպատակին հասնելու համար այս 30 տարվա մեջ փորձեր են եղել բազմաթիվ, ցավոք սրտի հաջողության են հասել 18 թվականին, ընդ որում ոչ առանց այդ ժամանակվա իշխանության մեջից որոշ մարդկանց օգնության։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ մարտի 1-ի թեմայի վերաբերյալ մի նախագահի մի հայտարարությունը կա, որը անընդհատ թիրախավորվում է, մանիպուլացում է, այն է, որ ժողովրդի միջից կային մարդիկ, ովքեր կրակում էին եւ թաքնվում էին։ Անընդհատ այդ թեզը շահարկվել է, հիմա էլ է շահարկվում։ Ժողովրդի հիշողության մեջ մարդկանց ինչ որ զգալի մասի հիշողության մեջ մնացել է այնպես, որ Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքը փաստարկված չի եղել։ Այնինչ սա իր այն հայտարարություններից մեկն է, որը երկաթբետոնյա փաստ ուներ եւ 2018-ի աշնանը մենք հրապարակեցինք կամ 19-ին հրապարակեցինք կադրերը, որից ակնհայտ երևում էր, որ ժողովրդի միջից, ես չեմ ասում ժողովուրդը, ժողովրդի միջից կային ավտոմատի կրակահերթ արձակողներ եւ ակնհայտ է, որ այդ ավտոմատը աշխատել է։ Հիմա բայց հարց է առաջանում, ցավալի չի, որ 10 տարի առնվազն, երբ Փաշինյանը ընդդիմություն էր ու այդ փաստը կար իշխանության ձեռքի տակ, դա չէր հրապարակվում։ Դա եղել է մարտի 1-ի քննիչ հանձնաժողովի ձեռքի տակ։ Իհարկե ցավալի է եւ կրկնում եմ մարտի 1-ի հետ կապված լավ քննություն
ըստ ամենայնի տեղի չի ունեցել եւ իրական պատասխանատուները ամբողջ ծավալով չեն պատժվել։ Սա փաստ է, որ ոչ մեկ չի կարող վիճել։ Բացի դրանից, քո ասացին ավելացնեմ, որ ի վերջո առաջի մահացու վիրավորումը ստացել է ոստիկանության աշխատակից, այլ ոչ թե այդ միտինգներին մասնակցող մարդկանցից որևէ մեկը։ Այսինքն առաջի մահացու վիրավորումը եղել է հենց պետական ծառայողի նկատմամբ։ Եվ ակնհայտ է, որ սադրանքը գնում էր հակառակ կողմից։ Բացի դրանից, Բորիս ջան, մարդիկ իրենց պետք է մի հարց տան։ Լավ, Ռոբերտ Քոչարյանի ինչին էր պետք մարտի 1-ը։ Մարդ, ով 10 տարի ղեկավարել է Հայաստանը եւ 1 ամիս անց թողնելու է իշխանությունը, ընտրությունները մաղթած տեխնացուն, որի հետ ըստ ամենայնի, ինչպես մենք այսօր տենում ենք, այնպես չի, որ ամեն ինչ հարթ է։ Բայց եթե հիշում եք, պարոն Վարդանյան, մի ձայնագրություն էլ կա հրապարակված մարտի 1-ի օրը արված հեռախոսազրույցներում, երբ արդեն հայտնել որ զոհեր կան, ոստիկանների եւ քաղաքացիների, Լևոն Տեր-Պետրոսյանը ասում է հենց մեզ սա էր, որ պետք է ամենից շատ լավ է, Ալիկ ջան, հանգիստ եղեք, գնացեք, հանգիստ քնեք։ Մենք ինչ ուզում էինք Այո, այսինքն սա կարծեք թե պիտի որ ակնհայտ դարձներ, որ նպատակը հենց դա է եղել, որ իշխանություն, ոչ թե իշխանությունն է ուզել, որ նման իրավիճակ ստեղծվի, այլ ընդդիմության առաջնորդի վերջնանպատակը հենց դա էր, որ լինեն զոհեր եւ իշխանությունը ըստ էության խնդիրներ ունենա։ Այո, իհարկե, եւ նաեւ այդ խարանը, որը փաթաթվեց նախագահ Քոչարյանի վզին, հա, եւ հետապնդում է իրեն ցայսօր, կրկին մարդիկ պետք է հարց տան։ Հայաստանի Հանրապետությունում պետական պաշտոնյա լինի թե հասարակ քաղաքացի, ով էր այն մարդը, ում ամենից քիչն էր ձեռ տալի, որ մարտի 1-ի դեպքերը լինեին։ Դա իհարկե նախագահ Քոչարյանն է, որտեղ կրկնում եմ, մարդը իր պաշտոնավորումը ավարտել էր։ Եվ ակնհայտ է, որ իր համար այս սցենարը ամենանախընտրելի սցենարն էր, այսինքն սա մի բան էր, որ իրան ընդհանրապես պետք չէր։ Բայց նույնիսկ այդ ժամանակ նախագահ Քոչարյանը պահպանեց համանդրական կարգը։ Ես սա շատ կարևոր է, ինչպես եւ նա պահպանեց հոկտեմբերի 27-ից հետո։ Մենք շատ լավ հիշում ենք, չէ՞ որ այս իշխանության որոշ ներկայացուցիչներ հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը դե չսառած արդեն նախագահ Քոչարյանին կարմիր գրիչով գրած ցուցակ էին ներկայացրել, թե ում ինչ պաշտոնի նշանակել։ Բացի դրանից հիշում ես, որ այդ գործի նախաքննությունը նախագահ Քոչարյանը, որպեսզի որևէ կասկած չառուցվի, փոխանցեց Գագիկ Ջհանգիրանին։ Եվ այդ ժամանակ նաև վարչապետ նշանակվեց, միայն վարչապետ գլխավոր դատախազ նշանակվեց Վազգեն Սարգսյանի համագյուղացին, իրենց ընտանիքի մտերիմը։ Այսինքն նախաքննությունը ամբողջությամբ նախագահ Քոչարյանը այդ ժամանակ փոխանցեց Վազգեն Սարգսյանի ընտանիքին։ Ոչ մի բան չարեցին։ Ասում ես, այսինքն նախագահ Քոչարյանը պատմական, եթե նայում ենք, անընդհատ այս պետությունը թույլ տվեց բառ ասեմ, զորով պահել է։ Որտեվ կային պահեր, օրինակ հոկտեմբերի 27-ը, երբ որ իր փոխարեն ցանկացած այլ մարդ, բանական մարդ, կասեր թքած ամեն ինչի վրա ես հեռանում եմ։ Բայց ինքը դա չարեց։ Ինքը դա չարեց Արցախում պատերազմի ժամանակ։ Նշեցին, որ Վազգեն Սարգսյանի թիմակիցներ համարվողներ, որոնք իր արյան վրա փորձում էին իշխանություն վերցնել, այդ ցուցակում հայտնի Վաղարշակ Հարությունյանը ապօրինի կերպով բանակ էր մտցրել քաղաքի, այդ ամենահայտնի իրադարձությունն է, որ ասում բանակը քաղաքը այդ եզակի դեպքի բանակը պաշտպանության նախարարի հրամանով Երևանի մուտքերը փակել է եւ իսկ ես ավելին ասեմ, Վազգեն Սարգսյանի եղբայրը Արմեն Սարգսյանը մի քանի տարի առաջ, եթե չես կամ անցած կամ նախանցած տարի հարցազրույց էր 21 թվականին, ավելի լավ 21 թվականի հարցազրույց հետո եւ ասել է, որ այս իշխանությանը բերել են իշխանության այն մարդիկ, որոնք կազմակերպել էին հոկտեմբերի 27-ը։ Սա հայտարարում է սպարապետ Վազգեն Սարգսյանի հարազատ եղբայրը։ Երեք մի իրադարձություն եղավ, այսինքն մի հայտարարություն հնչեց նախագահ Քոչարյանի կողմից, որը այսպես քպականներին հոգեխանգարմունքի մեջ է հասցրել, նա շատ ուղիղ Նիկոլ Փաշինյանին դիմելով ասաց այ համբալ, ինչ ես ուզում մեր ազգային արժեքներից։ Իշխանությունը ողջևորվել է, թե բա վայ, վիրավորվեցինք, 680,000 հոգու քվե ունեցող վարչապետին։ Իրականում սա վիրավորանք չի, սա արձանագրենք, հա, որ փաստի արձանագրենք։ Այո, ասենք մարդը, որը այդպիսի անբարեկիրթ վարքագիծ ունի, անբարով վարք ունի, հայոյանքներով է խոսում, այդ մարդուն արևելքում համբալ են ասում։ Ես գոնե արևելագետ եւ արևելքի մի շարք երկրներում ապրած մարդ գիտեմ։
որ ինչի են վիրավորվել, թե ձև են տալիս, որ վիրավորվել են, որովհետև մեկը հետաքրքիր արձանագրում էր արել, նախագահը նաև ասեց Ալիևի տուզիկ։ Դրան չեն արձագանքել, այսինքն Ալիևի տուզիկ լինելուն ոնց որ դեմ չեն։ Տես Ալիևի տուզիկին դեմ չեն կարող իրենք լինել, այդքան դուխ չունեն դեմ լինեն։ Իսկ երկրորդը ինչու են արձագանքում նախագահ Քոչարյանին, նաև Սամվել Կարապետյանին էլ չի արձագանքում, ստե ուժեղ թվալու, ուժեղություն ցույց տալու իրենց կողմից այդ բանն է, որ անպայման ուզում են ցույց տան իրենց ընտրողներին, որ տեսեք մենք ինչ ուժեղ ենք։ Բայց իրենց ընտրողներին խորհուրդ կտամ հետևել վարժություն անել։ Ժամանակին Ալիևը բաց հայտարարեց, որ Նիկոլը հարբեցող ծաղրացու է։ Բաց է դա հայտարարել։ Նիկոլին ընտրողները թո այսօրվանից սկսած մեկ շաբաթ Google-ով փորձեն գտնեն մեկ տեղ, où Նիկոլը, Ալենը եւ մնացած թափթփուկներից որևէ մեկը պատասխանել է Ալիև։ Ընդ որում հարբեցող ծաղրացու շատ ավելի վիրավորական անգամ համբալ։ Եթե համբալը կարգավիճակը, որը Նիկոլը ստանձնել է եւ պատվով կատարում է, ապա հարբեցող ծաղրացուն դա հայտարարություն է ուղղակի։ Բայց այդ ժամանակ իրաց դուխը ցույց տան, բայց մի բան ասող Ալենը թո լայվ մտներ ու մի բան ասեր։ Ստացվում է, որ երբ որ մեզ թշնամի երկրների ղեկավարները բառից բուն իմաստով ծաղրում են Նիկոլին, իրենց համար օքեյ է, երբ որ նախագահ Քոչարյանը հայտարարում է կամ անում է պնդում, որ ամբողջությամբ համապատասխանում է իրականությունը, սրանք բան են։ Սրանց որ բանա սկսում են անգամ ոնց այս ինչ ասել։ Ուրիշ հայտարարություն էլ եղավ, պարոն Վարդան, եկեք համաձայնենք, որ մինչև 2018 թվականը ժողովուրդը արդարացի դժգոհություն ուներ օլիգարխներից եւ որքան էլ ես քննադատաբար եմ վերաբերվել եւ վերաբերում նախագահ Սերժ Սարգսյանին, հաճախ Սերժ Սարգսյանին վերագրվում էր այս օլիգարխների պետություն արյունը հարստությունը ծծողների վարքը արածը, չէ՞։ Եվ դրանցից մեկը վերջերս հայտարարությամբ անդրադարձել էր Հայաստան դաշինքին, խոսքը Արսենյան Աշոտի մասին։ Ասում է Քոչարյանականները փորձում են ուշադրությունը շեղել իրենց հանցագործություններից։ Ինչ երևի թե որ իրականությանը նայես Քոչարյանի ժամանակների ամենամեծ բացթողներից մեկը այն է, որ Աշոտ Արսենյանը ջերմուկի սեփականատեր դա։ Չնայած դա 90-ականների կեսերին է մասնավորեցվել։ Ես չեմ ճանաչում Հայաստանի նորագույն պատմության մեջ որևէ ղեկավար, ում ղեկավարման օրոք, որում խոսում բոլորի մասին, այդ թվում իմ կողմից չհարգված Լևոն Տեր-Պետրոսյանի, ում ղեկավարման օրոք իրենց սատարողներին ուղղակի կներես ռուսերեն բառի համար չմո էին դարձնում, միայն թե իրենց սատարեն, այսինքն բոլոր կարմիր գծերը ջնջում էին, անկախ դրանից ով է դիմաց կանած ասում էին դու սա կայտարես ու բոլորը անում չի եղել դες բան։ Ես իրոք զարմացած եմ, թե ինչպես կարողացավ կիսագարագետ համասանի դիպլոմ չունեցող իշխանությանը տարբեր զիջումների գնով հայտնված մարդը ոնց է կարողանում Արսենյանի պես մարդուն, օրինակ ստիպի, որ ինքը տենց ախմախություններ դուրս տա, կամ նման ախմախություններ միայն Արսենյանը չի որ դուրս է տալի։ Չէ, դե միակը չի, շատերը, ու ընդ որում եթե Նիկոլի թիմը նայում ենք, Բորիս ջան, մարդկանց հավաքածու է, որոնք պատրաստ են ամեն ինչի հանուն Նիկոլի կողքը մնալու, պատրաստ են ամեն ինչի։ Սա բացատրություն իրականում չունի։ Պարզ բացատրություն այն է, որ կամ փողի կարոտ են, կամ գլխներին ինչ-որ կամպրամատ կա կախված։ Բայց Աշոտ Արսենյանը ինչ փողի կարոտ, ասիկել Հայաստանի ամենահարուստ մարկանցից մեկն է։ Աշոտի դեպքում երևի կամպրամատ կամ ունեցվածքը կորցնելու վախ։ Էդա, այսինքն շատ հեռու պետք չի գնալ, շատ լավ, եթե դու վախ ունես, գործարար ես, ու միայն այո, իր մասին չի խոսքը։ Վախ ունես, որ բանը գույքդ կարող է, այս քո համար թանկը փողն է։ Արա գոնե այդ խոսակցության մեջ մի խոսեք ազգային արժեքներ, չգիտեմ, հայրենիք, այդ ինչ կապ ունի ձեր։ Դա մետադիչկա է, դա ռել ռուսերեն բառը մետադիչկա է, որը բաժանված է։ Իրանք բոլորը խոսում են, ըստ տպարության այն որ քպայականները խոսում են, ըստ տպարության ոնց որ նույն մարդն է տեքստերը գրում, բառերը մեկու մեջ տեղերով փոխվում է, որ լրիվ նույնը չարտասանեն, բայց բոլորը խոսում են նույն բանը։ Նույնիսկ իրենց օգտագործած բառերը, բառապաշարը նույնն է, որտեղ ԿՊ-ի մեջ էլ կան կրթված մարդիկ եւ անկիրթ մարդիկ։
Իրոք կան մարդիկ, որոնք ինստիտուտ են ավարտել, ինչ որ գիտություններ տիրապետում են, բայց արի ուտես որ բոլորը խոսում են նույնական, նույն բառերով, նույն թեզերով։ Այսինքն սա նշանակում է, որ մենք գործ ունենք մի խմբակի հետ, որը սպասարկում է մի մարդու շահ, ով իր հերթին սպասարկում է երկու պետության շահ, Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Եվ ես չեմ հավատում, որ այս մարդիկ, Բորիս, չեն հասկանում իրանք ինչ են անում։ Ես չեմ կարող պատկերացնել, որ Հայաստանում կա մարդ կամ աշխարհում կա հայ, որ Արցախի կորուստը չի համարում ողբերգություն։ Ես չեմ կարծում, որ տենց հայ կարա լինի։ Կա, Բայց այս խմբակի համար չէ, կա։ Փաստորեն այդպես։ Այո, որտեվ օրինակ այդ անունը շատ տվեցի, բայց Աշոտ Արսենյանը ավելի շատ մտահոգված է, որ Ռուսաստանում 400,000 շիշ ջերմուկ են առգրավել։ Դուր չեն տալի վաճառել։ 1 միլիոն։ Հա, բայց թալան է դա, չէ։ Բա ինչ է։ Ընդհանրապես այդ 1 միլիոն ջերմուկը վաճառելու համար կարելի է Արցախը 3 անգամ հանձնել, ջերմուկի գլխին բաներ ադրբեջանցիներ հայտնվեն մի 6 Բորիս, հայլ տեղերից։ բանա ինքը իրոք շատ ցավալի իրողության մեջ ենք ապրում եւ ասում եմ իմ ամենամեծ ցավը այսօր առավոտը ես ամեն օր ստիպում եմ նաեւ որոշ չափով հետևում եմ ԿՊ-ի նախընտրական բանին, որովհետեւ կյանքի բերումով հետո պետք է հարցազրույց տամ, պետք է տեղեկացված լինեմ ինչ են արել։ Այսօր երբ որ Նիկոլը չեմ Փարաքյալ էր ոնց է գնացել, մի երկու կին իրան նես դիմավորեցին ոնց որ չգիտեմ, Աստված է իջել։ Վայ ցավը տանեմ արի պատճ։ Չէ, մենք ինչ որ գժանոցում ենք ապրում եւ այդ գժանոցի դռները պետք է մի օր փակենք։ Եվ մեր ժողովրդի ձեռքը ընկել է հնարավորություն հունիսի 7-ին այս գժանոցի դռները փակելու։ Այդ մարդիկ մեղքս գալիս են Բորիս, այնպես չէ որ զայրանում եմ իրանց վրա։ Մեղքս գալիս են, որտեվ հասկանում եմ այդ բոլոր մարդկանց վրա աշխատում են տարբեր սեկտաների մեթոդներով։ Սա շատ ցավալի է ասել, որովհետև Հայաստանում առանց այդ շատ տարածված են աղանդները, բայց հավատացեք, տարածված աղանդներից ամենաուժեղը Նիկոլի աղանդն է։ Մենք վաղուց ենք արձանագրել, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն ու ԿՊ-ն արդեն քաղաքական ուժ չեն, նրանք աղանդավոր են, ընդ որում այդ աղանդում Բորիս ջան, դու օրինակ փողոցում երբ որ Նիկոլը մանա գալի, զգացել ես, չէ՞ որ եթե իրեն սատարողը կարող է կպնի Ավինյանին, կարող է կպնի Արսեն Թորոսյանին, բայց հենց Նիկոլին հասնում, Նիկոլը սուրբ է։ Սա կլասիկ աղանդի լրիվ աղանդի ղեկավարման բանը, որը Նիկոլի մոտ ցավոք սրտի փայլուն ստացվում։ Եվ ձեզ ասեմ, աղանդների պատմությունը ուսումնասիրելիս մենք արձանագրում ենք, որ հաճախ աղանդի ղեկավարը վարի է տալիս համայնքը։ Ամերիկայում քանի այդպիսի ինքնահարկիզվել են, չգիտեմ, Ռուսաստանում այդպիսի դեպքեր եղել, որտեղ այդ քայքայիչ աղանդները ինչ-որ խմբի հավաքել են իրենց շուրջ, վերջում այդ խմբին ուղղակի վարի են տվել, բառից բուն իմաստով։ Հիմա երեք մի այսպիսի բան էլ նկատեցի Քարոզ Արշավի ընթացքում, ուրեմն ԿՊԱ-կանը այլ ԿՊԱ-կան падգամավորների ներկայությամբ քաղաքացուն, որը ասում է դուք հողեր եք հանձնել, Նիկոլը հողեր հանձնել, ասում է վաղնել մորդ ենք հանձնելու թուրքերին։ Սա գիտես, սա արդեն որևէ աղերս չունի հայկականության հետ, որովհետև գիտես, ինչքան էլ մենք իրար չսիրենք, ինչքան էլ մենք իրար ընդդիմախոս լինենք, ի վերջո մշակութային առանձնահատկություն կար, չէ՞, ծնողների նկատմամբ վերաբերմունք, եւ մենք երբեք չի եղել այնպես, որ անգամ քո հարևանը, որի հետ հարաբերություն լավ չունես, դու ուզենաս իր ընտանիքի անդամին հանձնես թուրքերին։ Սա կարծեք թե իրանք արդեն իսկ այդ փիլիսոփայություն են դարձրել, որ այ եթե դուք մեզ լավ չեք վերաբերվում, ձեզ կհանձնենք թուրքերին։ Նայ Ստեղ ամենավտանգավորը եւ ամենասարսափելին այն է, որ առաջին նախագահի կողմից սկսված ատելությունը հանդեպ Արցախի ժողովրդի Նիկոլը կատարելագործել է ամենաբարձր, ամենամաքսիմալ մակարդակի։ Այն ինչ որ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ կիսատ պրատ է ստացվում, Նիկոլի մոտ ստացվում է ֆենոմենալ ձև եւ պետք է քեզ հիշեցնեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էլ հասարակության մեջ կար հստակ բաժանում, ոչ այս աստիճանի, բայց կրկին այն ժամանակ լևոնական ու ոչ լևոնականը իրար հանդեպ ատելություն են զգում։ Հետո երբ որ եկավ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, այդ ատելությունը չկար, կոնկրետ այդ տիպի ատելությունը, իշխանություն, ժողովուրդ բան չկար։ Նիկոլը հասցրել է այդ ատելությունը ամենաբարձր մակարդակի, ամենաբարձր, ես չեմ պատկերացնում, որ դրանից բարձր կարող է լինել, որ մի ընտանիքում դրանից մի քայլ եկում արդեն քաղաքացիական պատերազմ։ Այսինքն մի ընտանիքում երկու հարազատ եղբայր իրար հետ չեն խոսում, որովհետեւ մեկը նիկոլական է, մեկը ոչ։ Ընդ որում նորից էլի Բորիս ջան, եթե վաղը դու օրինակի համար լիներ Հայաստանի վարչապետ, երկու եղբայր իրար հետ հաստատ չէին կռվի։ Նույնիսկ եթե մեկը սատարեր Բորիս Մուրազին, հասկանաս, որովհետև դու այդ ատելությունը վերևից դեպի ներքև չէր գենարացնելու։
Նիկոլին ինչ անում։ Նիկոլ այդ ատելությունը, որը պետք է ինքը իր վրա վերցնի, ինչպես ցանկացած նորմալ իշխանություն։ Պարզ է, չէ՞ որ ատելություն միշտ լինում է մարդկանց ինչ որ խմբերի մոտ, իշխանության գլխավոր նպատակն է, որ ինքը այդ ատելությունը ժողովրդից հանի, այո, վերցնի իր վրա։ Այո, իր ռեյտինգի հաշվին, բայց շատ հետաքրքիր բան ասացիր, երեք երբ որ նախագահ Արդարացիորեն Փաշինյանին անվանեց համբալ, ԿՊԱ-ները պատասխանում են ժողովուրդ 680,000 հոգու ասում է համբալ, բայց նախագահի խոսքը ընդհանրապես դրա մասին չէր։ Նիկոլ ընտրողների մասին չէր։ Նրանք նորից ատելությունը գցում են ժողովրդի վրա։ Ասում են իրար ատեք։ Իսկ նորմալ ղեկավարի բանը ի՞նչն է, ինքը հակառակը պետք է անի ամեն ինչ, որ հասարակությունը լինի համերաշխ, նույնիսկ իր ռեյտինգի հաշվին։ Որտեվ ինքը այդ ատելությունը արդեն պետական գործ չի։ Այո, ինքը պետք է ատելությունը իր վերսի։ Նիկոլ այդ ամբողջ ատելությունը տասնապատում տալիս է ժողովրդին։ Ասում ես մարդիկ իրոք ատում են։ Իրոք ատում են, որից մեր մոտ երկրում պայթյունավտանգ վիճակ է, որտեվ այո, մենք գիտենք, որ նիկոլական սեկտայում կան տասնյակ հազարավոր անդամներ, բայց մենք նաև նույն ժամանակ գիտենք, որ կա մարդկանց ահռելի մեծ մաս, որը դեմ է այս ամեն ինչին։ Եվ ինչքան խորանա այս տարանջատում այդ խմբերի միջև, այդքան ավելի է հասունանալու պայթյունը։ Եվ այսօր մենք կանգնած ենք ընտրությունների նախաշեմին, որոնցով ազգային համերաշխությունը կարող է կյանքի կոչվել, որտեղ ես համոզված եմ, հենց Նիկոլին ընտրողները իմանան, թե իրականում սրանք ինչեր են արել։ Իրանք 1 րոպե անգամ Նիկոլի կողքը չեն իմանա։ Նախագահ ասել չէ, լավ սերիալ է լինելու, բացահայտումները 8 միլիարդի ինչպես է կերվել։ Շատ բաներ են բացահայտվելու, Բորիս ջան, փողը ամենափոքր մասն է լինելու, չնայած այդտեղ միլիարդների կորուստներ են եղել, բայց Արցախի հանձնումը հասկանում ես տարբեր սպանություններ, այդքան բան կա բացահայտելու եւ ես կասկած չունեմ, որ այդ բացահայտումներից հետո Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, ինչպես նաեւ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները, նորից կմիավորվեն որպես հայ եւ ապագայում կընտրեն ինչ իշխանություն կուզեն, բայց երբեք իրancs մեջ այդ թարախ այդ ատելությունը իրար հանդեպ չի լինի։ Կրկնում եմ, թե Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը այդ ատելությունը իրancs վրա են վերցրել։ Անկախ ին վերաբերմունքից է, այդ ատելությունը չկար հասարակության մեջ, ատելություն կար ի հանդեպ իշխանության։ Այո։ Բայց երբեք ոչ մի նախագահ չէր այդ ատելությունը sense մտցնում։ Դա սկզբում արել է Լևոնենը, մոտը շատ քիչ էր ստացվել։ Դե ժամանակներն են ուրիշ, տեղեկատվական տեխնոլոգիաները։ Նիկոլը կատարելագործած է դա։ Ասում եմ, այն ամենը ինչ պետք ինքը վերցրել իր վրա, միայն թե հասարակություն ամերաշխին է, ինքը հակառակը սաղ մցրեց հասարակության մեջ, որ ինքը մեջներից այդ սպիտակ փափուկ, տեսեք, ես ինչ լավն եմ, այդ դու էսի վատնա, այնի վատնա, դու սրանատի։ Դե պատկերացրեք ինչ վիճակ կներ, ասենք Ռոբերտ Քոչյանի իշխանության օրոք, ասենք ովքեր են հիմնական ընդդիմադիրները, նրանց բնակավայրի առումով թիրախավորում, այ որ այս բնակավայրի ինչ որ արցախցիների դեմ։ Դուք երբեք լսել եք, որ Ռոբերտ Քոչյանը օրինակի համար 10 տարվա պաշտոնական ընթացքում գոնե մեկ անգամ ասի այս մի բանը չի ստացվել, որտեվ Լևոն Տեր-Պետրոսյանը թալանել էր։ Կամ այս մի բանը չի ստացվել, որտեվ այն պաշտպանության նախարարը բանակը թալանել։ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ չէ, Կարեն Դեմիրճյանը, որտեվ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց 10 տարի առաջ է։ Այո, բայց այդ ամեն ինչ է, որ դու մեղքը գցում ես ուրիշի վրա, դու կրկին, հա, դու այդ ատելությունը հասարակության մեջ ես բանանում, ու հասարակության ատելությունը սկսում ես ուղղել կոնկրետ մարդկանց։ Հետո դուք նկատել եք, որ սա արդյունքների կառավարություն չէ, սա հիմնավորումների, պատճառաբանությունների, ժողովրդի ասած մահանաների իշխանությունը, թե ինչու ոչ թե ասում են ինչը ստացվեց, այլ ասում են ինչու չստացվեց։ Պատճառը ու էս մարդն էր։ Ընդ որում գիտես ինչ ամեն ինչով փորձում են խաբեն, հիմա մենք գիտենք, չէ՞, ամսի 28-ին պարադա ինչ որ նախատեսում անել, միջև այդ ասում էր, որ հատուկ գաղտնի գրիֆով, հա, էլի հատուկ գաղտնի գրիֆով թույլ կտան գնաք զենքերը տենակ։ Հիմա չգիտես ոնց այդ հատուկ գաղտնի գրիֆը էլ պետք չի։ Բերումա փողոցները ցույց տա ինչ արես, է ուզում եմ առաջանալով։ Մեր ԿՊ-ն գեյ պարադա ուզում անել։ Զենքերի գեյ պարադա։ Հա, զենքեր են, հա, զենքեր են։ Հա, հիմա ինքը այդ զենքերը որ ուզում է ցույց տա, ես առանց իմանալու ինչ զենքեր է, կարող եմ պնդում անել, որ այդ զենքերը պիտանի չեն ելնի, եթե Աստված մի արասը պատերազմ սկսվի, որտեղ այդ զենքերի սպասարկման համար մենք չենք ունենա որևէ ճանապարհ։ Չէ, ասենք մենք զենքեր ունեինք, չէ, մենք սու ունեինք սրանց որ մենք ամեն ինչ օգտագործվեց։ Իհարկե ոչ։ Հիմա նորից Հնդկաստանից առել են զենքեր, որոնք ըստ բաց աղբյուրների աշխարհում որևէ տեղ ապրոբացիա չեն անցել, այսինքն փորձարկված չեն այդ զենքերը։ Երկրորդը, եթե Աստված մի արասը սկսում է պատերազմական գործողությունը, ապա այդ զենքերի սպասարկումը դառնում է քո համար անհնար, որտեղ դու նույնիսկ բաները արկղերը չես կարող բերես իրենց համար։ Ուղղակի տեխնիկապես չես կարողանում։ Այսինքն ուզում են կրկին մեր ժողովրդին խաբեն, ասեն տեսեք ինչեր ենք բերել։
Ես իրոք հույս ունեմ, որից որ մեր ժողովուրդը չի խափնվի, որտեվ հերիք եղավ, բոլեղավ ինչքան խափեցին այս մարդկանց։ Մեղք կա այս ժողովուրդը, մեղք են մարդիկ 150,000 մարդ, որոնք անտուն են մնացել, որոնք հայրենիք են կորցրել։ Ես չեմ ուզում, որ 2026 թվականից հետո օրինակի համար հարց ծագի, որ իսկ ինչ էին կարել Սյունիքում։ Սյունիքը մի դժբախտ ու դժգույն տեղ էր։ Ոչ դպրոց էիք սարքել, ոչ Ոչ իման, կներես դրան պետք է անդրադառնամ, երբ որ մարդը առանց կարմրելու կանգնում ասում Արցախում ոչ մի բան չէր արվել։ Բայց դա եզակի անբարոյականություն։ Սա գիտես ինչ Ես ուղղակի այդ պատկասում ձեր դեմքը, որ դուք բազմաթիվ ծրագրեր եք արել որպես հիմնադրամի ղեկավար։ Սենց ինֆորմացիա տամ, թող լինի, թող մեր ժողովուրդը իմանա։ Արցախի հանրապետությունը, որպես առանձին վերապրած երկիր, իր ենթակառուցվածքներով շատ ավելի զարգացած էր, քան առանձին վերցած Հայաստանի Հանրապետության որևէ մարզ։ Սա փաստ է։ Արցախի հանրապետությունում 200-ից ավել գյուղեր կային, այդ բոլոր գյուղերում մնացել էր 6 թե 7 գյուղ, որտեղ դեռևս կար դպրոց վերակառուցելու կամ կառուցելու խնդիր։ Մնացած բոլոր գյուղերում կառուցված եւ վերակառուցված էին օրինակի համար դպրոցներ։ Բոլոր շրջանները ունեին շրջանային հիվանդանոցներ։ Ամենտեղ ասֆալտապատման աշխատանքներ էին անում, համայնքային կենտրոններ էին կառուցում, գազատարներ էին կառուցում։ Այսինքն Արցախը իրոք շատ լավ տեմպերով գնում էր առաջ։ Բայց արի ուտես, որ այս մարդը սկզբում ասում էր Շուշին էր դժգույն ու դժբախտ։ Հիմա ամբողջ Արցախն էր դժգույն ու դժբախտ։ Ես էլ ասում եմ, որ սիրելի ժողովուրդ, Այսպես գնաց Սյունիքն է։ Աստված մի առաստ է սրան ընտրեք, միանշանակ, Բորիս, ընդ որում տարիներ չենք ասում, մաքսիմում 1 տարի հետո էսի ասել է, որ Սյունիքը մեզ պետք չի, որ Սյունիքը ավելի շատ ջարմա է մեր համար, կամ օգուտ։ Պատերազմը հրահարում։ Պատերազմը։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Վարդանյան, ես հուսամ եւ համոզված եմ ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի եւ մենք այս թեմաներին ուղղակի անդրադառնալու անհրաժեշտություն չենք ունենա, այս հատելությունն էլ կթոթափվի հասարակության միջից եւ մարդիկ ուղղակի կսկսեն զբաղվել ստեղծարար աշխատանքով, հայրենիքը շենացնելով։ Շնորհակալ եմ։ Ես շեշտեմ զրուցում եի Արա Վարդանյանի հետ, ստեսություն կհանդիպենք։